լավ երեկո բոլորիս վայր շնորհավոր լինի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Motor! Stop! Ծեցիկ! Մրտեք! Կերևակ! Ուսած կլինի միշտ, stop! Նկարեք, հոյակապա! Այսքան բան, stop. Да, но. Ֆիքսեք! Stop. Так, приготовились? Motor, хорошо? Չէ։ Լսում եք ինձ? Շատ լավ է։ Եղավ։ Так, պատրաստ։ Ամենից լավ գնում է, լավ գնում է։ Ստոպ! Կինոյում ամենահեշտ բանը ռեժիսորի համար դա մոտոր եւ ստոպ հրահանգներն են։ Ոստիս կինոն սկսում է հերոսի որոնումով։ Հավանաբար ռեժիսորը սկսում է այն պահից, երբ դու նստած ես քաղաքային սրճարանում եւ անցուդարձի մեջ անցնում են մարդիկ եւ դու հանկարծ քո հայացքը սեղերում ես որևէ մեկի վրա, անցորդի վրա ու սկսում մտորել, թե ով է, ինչ ճակատագիր ունի այս անցորդը, ուր է գնում, ինչ բնավորությամբ տեր է, ինչ առաքելություն ունի կյանքում, այս քաղաքում, այս երկրում, եզերքում։ Հիմա աշունետ է գանում։ Ինչ։ Ներեցեք։ Նկարահանման հրապարակում ինձ համար նախ եւ առաջ կարևորը դերասանը եւ թագավորում է նա։ Друзья мои, это лучший кадр пока в нашей картине. Лучший кадр, уверяю вас. На моей крови ты фильм снимаешь. Անսահման սիրով եմ ես փորձում շրջապատել դերասանին, իսկ եթե մեկին սիրում ես, դրանով ես նրան փորձում դիմակազերծել, վրայից հանել բոլոր տեսակի շտամպերը, ժանգերը, իսկ դերասանի արվեստի բարձրագույն կետը, որին ի վերջո բոլորս ձգտում ենք եւ մեծ կինոն է ձգտում, դա անսահման անկեղծ լինել։ Դուք բանեցիր նրան, իմ փոքրիկը հիվանդերին երեխան, հայրիկ, Դավիթը գնաց ծալկտրի, ես կարոտում եմ, Ինձ համար լավ դերասանը նման է կեղևը հանած ծառի։ Երբ կեղևը հանում ես ծառի ու տեսնում ես դերևս խոնավ, մի անպաշտպան, մի անկեղծ, մի թաքնված բան կա, որը այդ պահը կարողանաս ֆիքսել։ ես ով եմ, որ ներեմ կամ Իսկ քանի տարի որ այստեղ ես։ Ես ուրախ եմ, որ որևէ դերակատարում իմ ֆիլմերում իսկ դերասանները շատ են եղել։ Ես աշխատել եմ շատ հայտնի դերասանների հետ եւ որ ինձ համար ամենակարևորն է միշտ ամեն ֆիլմի հետ կարծես մի նոր անուն եմ ես ի հայտ բերում, եղում եւ քրմոհու դերակատարուին եւ այս վերջի ֆիլմի ձայն լռության ֆիլմի դերակատարուին շատ ֆիլմերում աշխատել եմ եւ Կարեն Ջանիբեկյանի եւ Միքայել Պողոսյանի արդեն հայտնի դերասանների նաեւ աստղերի Բարբարա Բրիլսկա, Եվգենի Եվստիգնեև շատ դերասանների շատ այսօր եթե ես փորձեմ թվարկել գուցե կնեղացնեմ շատերին, եթե անունները չտամ, նախ ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը բերել իրոք իմ բոլոր այն հրաշալի գործընկերներին,
ովքեր այս տարիների ընթացքում տասնամյակներ շարունակ պաստորեն մարմնավորել են իմ մտահղացումները, իմ կուտակումները, խոհերը, փիլիսոփայությունը, ասելիքը։ Ես կարծում եմ լավ է խոսել Վիգեն Չալդրանյան ֆենոմենի մասին, այսինքն մարդ, որը հանձն է արել, հասարակության խիղճ է ներկայանալու, ամեն դեպս կարծում եմ, որ արվեստը այդ կոչումը ունի։ Երևի ստեղծագործություն այդ սուբլիմացիան կատարվում է այն պահին, երբ դու ունես որոշակի կոնֆլիկտ ժամանակի հետ։ Խոսքն են մեր օրերին չի վերաբերվում, չկա այդպիսի ժամանակ, երբ ստեղծագործողը չունի այդ կոնֆլիկտը, այդ աններդաշնակ վիճակը։ Մայստրոյի հերոսը այսպիսի մի բան է միտքի արտահայտում երջանկությունը, երբ քո ներսը եւ դուրսը ներդաշնակ են։ Ինչ գործեր։ Իմ անավարտ կոնցերտն է Թավջութակի համար։ Դեռ ոչ ոք չի լսել, դու առաջինն ես։ Կենացդ մայստրո։ Ես կարծում էի սովորական կատարող ես, սխալվեցի։ Մեծ երաժիշտ ես։ Այդքան մի մտածի։ Իզուրա, էգոիստերի, ափսոս ես։ Քո փոխարեն ես աստվածային երաժշտությունը ոչ ոք չի գրի։ Մնացած անցողիկ բաներ են, խավաշը շրտմա, Լավ գործ ստեղծելու համար ներսդ ու դուրսդ պիտի ներդաշնակ լինի։ Դու էլ նենցարա, որ ներսդ էլ դուրսդ էլ ներդաշնակ լինի։ Շատ քիչ է լինում, երբ քո ներսը ու դուրսը ներդաշնակ է լինում, եւ հենց այդ ներդաշնակության որոնելու ճանապարհին ես դուրս գալիս, երբ սկսում ես ստեղծագործել, երբ սկսում ես գրել սցենար, հետո նկարել։ Այդքան մի մտածի։ Իզուրա, էգոիստերի։ Հա, ափսոս ես, քո փոխարեն այդ աստվածային երաժշտությունը ոչ ոք չի ստեղծել։ Մնացածը անցողիկ բաներ են, ղաֆա խշրտմա։ Չալդրանյան ֆենոմենը կարողանում է ընտրել իր համար, որն է արդիական, որն է իր սրտի հետ խոսող, եւ նա այն բերում է առաջիկնա եւ դնում է հանդիսատեսի դատին։ Այսինքն ինքը արդեն կարծես դատաստանի արժեվ է եւ ինքը ամենամեծ գրավականը նա է, որ անկեղծ է ինքը իր նկատմամբ։ Շատ կարևոր է։ Համոզված եմ, որ որևէ դերասանի համար դա ստեղծագործական մեծ երջանկություն է, երբ կա այդ տանդեմը, այդ այդ ներդաշնակությունը ռեժիսոր եւ դերասանի, երբ նրանք միաձուլվում են, դառնում են կարծես թե մի մարմին, մի շեպոր կամ մի ջութակ,
եւ այդ հնչյունը, որը կարծես թե գալիս է էկրանից, դա շաղախն է այդ երկու էներգիաների։ Այդ առումով միշտ ինձ հարցնում են իմ տարբերությունը որպես դերասանի, երբ ես ինքս եմ խաղում իմ ֆիլմերում եւ մյուս դերասանների տարբերությունը շատ մեծ է։ Որովհետեւ մատոր հրահանգից հետո կատարվում է մի բան, որը աներևույթ է։ Դերասանի էներգետիկան գալիս է ընդառաջ կամերայի հետևում կանգնած ռեժիսորի էներգետիկային եւ այս բախման ընթացքում ռեակցիայից կուտակումը այդ նոր էներգետիկան վերադառնում է դերասանին եւ դերասանը կարծես թե լիցքավորելով այդ էներգիայից դերասան ռեժիսոր տանդեմի կատարում է այն, ինչը կոչվում է դերասանի արվեստ, դերասանի վարպետություն։ Ռեժիսորը, որը նաև նկարահանում է իր ֆիլմերում, ցավոք այդ process-ը չի կատարվում։ Այսինքն, երբ ես կադրում եմ, կամերայի հետևից ընդառաջ ինձ չի գալիս։ Ես սիրում եմ քեզ։ Ռեժիսոր Վիգեն Չանդրանյանի էներգետիկան։ Պարզապես նա գնում է ու վերադառնում է նորից իմը ինձ։ Եվ այդ առումով ես միշտ ասում եմ, որ ես հիմնականում խաղում եմ ֆիլմերում այն հերոսներին, այն դերերը, որոնք պատմողական են, կարծես հեղինակի կողմից են։ Եթե հետևենք իմ բոլոր կատարած դերերին, կարծես ռեժիսորը ինքը կադրում է։ Եվ այստեղից էլ գալիս է դերասանական, կատարողական, ինչ ասեմ, առանձնահատուկ պատմողի, հեղինակի նեյտրալ վիճակը իր աչքերով կարծես թե նա հետևում է ամբողջ ֆիլմի ընթացքին, բայց ինքը կարողացել է ընտրել այդ խոսելա ոճը այսօրվա հանդիսատեսի հետ, նույնիսկ շամփրելու որոշ տեղ, նույնիսկ խարազանելու մեզ բոլորիս, որպեսզի մեր ընդարմացած սիրտը, որ տոտալ վիճակի է տանում այս ամենը, դառնա մարդկային սիրտ, բաբախող սիրտ։ Ես հիացած եմ Վիգենով, ընդհանրապես շատ ամփոփված երևույթ է Վիգեն Չանդրանյանը, երևույթ առանց որի այսօր հայ կինոն ես չեմ պատկերացնում, շատ հետևողական իր գիծը տանում է եւ ինձ դուր է գալիս, որ ինքը պրովինցիալ հայ չի, գավառական հայ չի, ինքը տեսնում է աշխարհը Հայաստանի պրիզմայով։ Ես չգիտեմ Օսկար կբերի, չի բերի, ես գիտեմ մի բան, Օսկարով չի որոշվում ոչ մի բան, բայց ի վերջո Վիգենը պետք է Օսկար բերի Հայաստանի, ես համոզված եմ դրանով, անպայման պետք է բերի, ոչ թե դրա համար, ոչ թե հանուն Օսկարի, հանուն ճշմարտության եւ հանուն նրա, որ մեր ազգը ճանաչում գտնի աշխարհում եւ ավելի հարգանք վայելի, որին ինքը արժանի է։ Շատ տարօրինակ զգացողություն ունեմ, ոչ մի ֆիլմում չեմ նկարահանվել Վիգենի, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, թե բոլոր ֆիլմերում ես իրեն հետ աշխատել եմ։ Թվում է, թե նրա հետ միշտ ստեղծագործել եմ, շատ, հետո ինքս ինձ ասում ախր ես չեմ նկարել, բայց այնքան հարազատ է ինձ համար, ինքը, իր արվեստ, իր մտածելակերպ, իր մարդկային տեսակ։
լսել, ծանոթել չեմ, Չալդրանյանի հետ, անձամբ ծանոթել չեմ, շատ եմ լսել, որ ինքը անընդհատ ֆիլմ անետարում և համարում է, որ Օսկարի արժանի ֆիլմեր են դրանք։ Եվ ես նայեցի Համլետը, իրեն բեմադրությունը Համլետ թատրոնը։ Համազան թատրոնը, այո։ Հիանալի գող, հիանալի։ Հասկանում եմ։ Որից հետո նայեցի վիդեո իրեն վերջին ֆիլմը։ Ո՞մի 10-ը։ Այո, Վարդապետի լողությունը ինչ է։ Նույնպես հոյակապ արված ֆիլմ, շատ լուրջ ռեժիսոր է, և ձեր հարցի ասեմ, շարունակություն մեծ կինոյի ապագան նրա մեջ է այսօր, նրա մոտ է։ Ինքը հաճախ անդրադառնում է նաև իր ֆիլմերում աստվածաշնչյան կամ փիլիսոփայական մտքերի, որոնք դարձյալ շարժում են մարդու ներքին աշխարհը, որպեսզի ինքը մտորի եւ հասկանա, որ այս երկիրը չի տրված միայն սպառողական հոգեբանության համար, այլև ամեն մեկը մի բան պիտի տա այս աշխարհին եւ Վիգեն Չալդրանյանն էլ մեր աշխարհին տալիս է իր ֆիլմերը։ Իմ արածը ծնվում է անկեղծ կուտակումներից եւ որ հայրենասիրությունը այսօր միայն կենացով եւ գովերքելով չէ, իսկ ընտանիքում ամենամեծ հայրենասերը նա է, որը կարողանում է ճշգրիտ ախտորոշել բոլոր թերությունները, արատները եւ միայն օտարը կարող է արատի վրայով անտարբեր անցնել ու ասել ամեն ինչ լավ է։ Կարծում եմ, քանի ես ստեղծագործում եմ իմ սիրո արտահայտությունը փոքր-ինչ պիտի տարբերվի շատերի դիֆիրամբային կամ գովերքող կամ կենացային տեսակից, ես յուրովի եմ սիրում իմ երկիրը, ես յուրովի եմ սիրում իմ երկրի պատմությունը, իմ ժողովրդի պատմությունը, իմ գեները, իմ սասունցի պապու և ասպորականցի պապու և տատերի հիշատակը, իմ արմատները և ամենակարևոր իմ քաղաքը, որտեղ այդ ամենը ես չեմ տեսել, ես տեսել եմ իմ քաղաքը, որտեղ ծնվել եմ ու շարունակում եմ ապրել, ստեղծագործել, ու քանի դեռ կան, պիտի փորձեմ ախտորոշել և հարցադրումներ բարձրացնել։ Այս աղբանոցը ավելի մաքուր է, քան քո քաղաքը։ Բայց ինչու իմ։ Քոնն է։ Այս քաղաքն իմ այրան դավաճանողներին է սիրում։ Ինչ միտքեր։ Կարաս օգտագործես ֆիլմերիդ մեջ, նվիրում եմ։ Իգորացի, ես երաժիշտ եմ, լավ եմ լսում։ Բոլոր մտավորականներ ծախված են։ Դու քանի արտացով ես ծախվել, հա։ Դավաճան։ Как я ненавижу тебя, безмозглый плебей, тупая скотина. Խոսարը։ Если глухонемая. Я ненавижу тебя не потому, что ты ничтожество, а потому, что мы оккупировали мой город. И я оказался в нем иммигрантом. Ուրեմն քիժանոցն է, հա։ Գժանոցը դրսում է, իսկ սա հոգեբուժարան է, այստեղ։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։
մեր որերքիս ես, Սուրբ Եղիցյան։ Հայր մեր, փրկյաց մեզ իչարեն, Հայր մեր, մի տանիրս մեզի փորձություն, Հայր մեր, եկես ծե արքայություն քո, որ եղև ձայն բարբարո, հանապատի։ Վայ թե աշխարում ուրիշ ժողովուրդ չկա, որ այսքան արուն թված եղնի ու երկիր չպահե։ Խայի բախտ։ Դե հերիք ամեն ինչ բախտի վրա դնենք։ Կապիտալիզմեն կառուցում ես քրչոտներին նայեք։ Ուր են մեր կողխոսովխոզները, հա? Ուր են մեր գործարանները, հա? Դուք եք մեղավոր, դուք բոլորդ, բժիշկները, քույրերը, դա հենց իվանձներն են մի բարի պտուղը չեն, բոլորից քշերը եմ սիբի։ Պայքարելու ճշմարտության համար։ Գիտեք ինչ որ կա երկու ճշմարտություն, ճշմարտություն հանուն և ճշմարտություն ընդդեմ, չարությունից ոչ մի լավ բան չի ծնվում։ Ուրեմն ասում ես դու ես քաղաքի տերը, հələ դուր է հայտնի արվեստագետ։ Քաղաքի տերերը քաղաքից չեն ոչ էլ ամբարձապար բաներ ասում թերթերում, ոչ լոպան ասում։ Եթե մենք վերցնենք մեր կինոյի ճանապարհը, սկսած Բեկնազարովից ու Ռուբեն Մամուլյանից, հետո հասնենք Փարաջանովին, Մալյանին, դու երրորդ սերունդի հիմնադիր ես կինոյում, այսինքն դու էտապային ռեժիսոր ես, շատ կարևոր։ Հաջորդը հավերժ, եւ դու այդ հավերժացողներից մեկն ես։ Հեշտ բանը ռեժիսորի համար դա մատոր և ստոպ հրահանգներն են, սակայն մատոր հրահանգից առաջ դեր շատ երկար պրոցես կա անցնելու Դողացի ռուս, մատոր և ստոպ հրահանգով դեր ֆիլմը չի ավարտվում, նույնքան էլ երկար ճանապարհ պիտի անցնես ստոպ հրահանգից հետո Ստոպ Բարի երեկո։ Իսկապես հպարտ եմ ես երջանիկ անձնավորություն եմ, որովհետև այսօր դահլիճում գտնվում են իմ ընկերները, իմ ազգականները, բարեկամները, իմ հանդիսատեսը, իմ շատ մտերիմ ընկերները, որոնց հետ ես անցել եմ երկար ճանապարհ։ Եվ այսօր իմ բեմ դուրս գալու միակ առաքելությունը, որովհետև խոսք չպիտի ասեմ, խոսքս բավականաչափ էկրանին էր, որպեսզի ձեզ չձանձրացնեմ, ես դուրս եմ եկել մի առաքելությամբ։
մի նպատակով։ Այսօր իմ խոնարհումը բերեմ եւ իմ խորին երախտագիտությունը բերեմ իմ այս 70 տարվա եւ 50 տարվա, ուրեմն 70 տարվա ծննդյան եւ 50 տարվա ստեղծագործական կյանքի, իսկ եթե պիտի գամ 70, ապա պիտի ես իմ խորին երախտագիտությունը հայտնեմ ամենակալ Տիրոջ Աստծուն, որ մի օր իմ հայրիկին ու մայրիկին ծանոթացրեց եւ աշխարհ եկա ես իմ ծնողներին, իմ խորին երախտագիտությունը, իդեպ պիտի ասեմ, որ այս տարի լրացավ եւ հայրիկիս եւ մայրիկիս 100-ամյակը։ Մենք տոնեցինք այստեղ իմ ընկերների հետ միասին։ Այսօր ընդհանրապես ամբողջ բանը հոբելյանական երեկո է, ուրեմն իմ ծնողների 100-ամյակն էր, երկուսը տարեկիցներ էին։ Իսկ հետագայում ես պիտի իմ խորին երախտագիտությունը հայտնեմ իմ ընտանիքին, եղբորս, իմ զավակներին ու իմ թոռնիկին, որոնք իրենց ծնունդով իմաստավորեցին իմ կյանքը, իսկ հետագայում երբ ես համարվեցի արվեստագետ արդեն 50 տարի եւ գուցե եւ ավելին, որտեղ իմ ստեղծագործական կյանքը սկսել է 15 տարեկանից, բայց ես համեստորեն 50 գրեցի, որ բան կլորացնելով ես պիտի իմ խորին երախտագիտությունը բերեմ, իմ խոնարհումը բերեմ իմ բոլոր ֆիլմերի, թատրոնների, որտեղ բեմադրություն եմ արել, ֆիլմեր եմ արել, նկարահանող խմբերին, օպերատորներին, դերասաններին, պրոդյուսերներին, ասիստենտներին, բոլորին, հովանավորներին, առանց որոնց շատ դժվար կլիներ ընդհանրապես Հայաստանում գործանելը, այսօրվա երեկոյի հովանավորներին եւ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը բերել Հայաստանի կինոգործիչների միությանը, որ այսպես սիրով տրամադրեց արդեն 5-րդ ցուցադրումն է այսօր մեզ մոտ, արդեն 2 ամիս է սկսել իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, հրաշալի էին անցնում այստեղ տարբեր ֆիլմեր, այսօր եւս մեկը կտեսնենք, սակայն պիտի ասեմ, որ այսօր մենք համատեղել ենք մի շատ կարևոր բան ինձ համար, որովհետեւ վերջի 7 տարվա ընթացքում ցավոք ես ֆիլմ չեմ արել։ Կուզեի, որ այսօր նոր ֆիլմով մենք դիմավորեինք իմ հոբելյանական ուրեմն տարին, սակայն 2 գիրք եմ գրել եւ որոշեցինք համատեղել այս հոբելյանական երեկոն 2 այս գրքերի շնորհանդեսի հետ։ Եվ քանի որ ես վաղուց ի վեր մի ավանդություն ունեմ, որ իմ ծննդյան տարեդարձին ես ինքս եմ ընծաներ բաշխում եւ հաշվի առնելով, որ ուրեմն 50-ամյակն է ստեղծագործական կյանքի, ես որոշեցի 50 գիրք այսօր իմ օգնականները, իմ նախկին ուսանողները այսօր առանց ես իրանց խնդրել եմ, որ բան չանեք, ընտրովի չանեք, հա, 50 գիրք հիմա իմ կողմից կբաժանեն ձեզ, որից հետո մենք կշարունակենք, հա։ Որ լավ տեղա նստե, կենտրոնում զրկվում է գրքերից։ Վատ տեղերի նստածները այսօր շահեցին, այնպես որ ամեն ինչ կոմպենսացվում է, հասկանում եք։ Հրաշալի։ Արագ, բաժանեք։ Չմնացել։ Քանի որ գրքի շնորհանդեսը ես ուզում եմ բեմ հրավիրել այս 2 գրքերի խմբագիր եւ ոչ միայն այս 2 գրքերի դրանից առաջ 3 գիրք ուրեմն լույս ընծայեց նա իմ մասին, որի հեղինակ խմբագիրներն է եւ նաեւ իմ վերջի 3 ֆիլմերի Եվգենի Անեգին օպերայի գործադիր պրոդյուսեր իմ հրաշալի ընկեր Տիկին Սահականուշ Սահակյանին, որպես այս գրքերի խմբագիր, համեցեք։ Բարի երեկո, հարգելի ներկաներ։ Որպես երեկոյի ռեժիսոր, պարոն Չալդրանյանը խնդրել է խոսել կարճ եւ հակիրճ, փորձեմ։ Կարծում եմ ժամանակի չափման միավորը նաև իրադարձությունն է եւ այդ իրադարձության հանդեպ մեր վերաբերմունքը։ Իրադարձություն է յուրաքանչյուր գրքի լույս ընծայում, որպես մեծ հարստություն, որպես կարևոր քայլ մեր հոգեմտավոր ժառանգության համալրման ճանապարհին։ Գիրքը շարունակում է ապրել սեփական կյանքով եւ կարող է արտահայտել գաղափարներ ու իմաստներ, որոնց մասին հեղինակը մինչև վերջ չի գիտակցել։ Լավն է այն գիրքը, որ բացում ես ակնկալելով
ու փակում հարստացած։ Տիար Չալդրանյան, ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել ձեզ, արդեն 5-րդ անգամ խմբագրի պատմուճանը գրելու բերկրանքը պարգևելու համար, որպես փոքր-ինչ սփոփանք, վերջին տարիներին մեր երկիրը պատոհասած անսփոփ ողբերգական դրվագների, ծանր փորձությունների, ծայրահեղ վտանգավոր գործընթացների, բարդ ու լրջագույն ներքին ու արտաքին բազում մարտահրավերների, տարածքային ու մարդկային անդառնալի կորուստների հետնապատկերին։ Իրենց գործերից կճանաչեք նրանց, հստակ գրված է Մատթեոսի ավետարանում։ Ճշմարտությունը պարտավորեցնում է խոստովանել, որ Չալդրանյան ռեժիսորին կարելի է մեծապես ճանաչել ու բացահայտել նաև իր գրքերի շնորհիվ, որոնք նրա ներքին արժեքաբանության արտացոլումն են։ Իրականություն որոնելիս եւ նկարված չնկարված գրքերը իրենց բովանդակային խորությամբ նախատեսված են դանդաղ ընթերցանության համար։ Առաջին ժողովածուն 10 պատմություն է խարսխված հեղինակի կենսափորձի վրա։ Գեղարվեստական համայնապատկերի մեջ 10 կղզիները մեկուսի են միևնույն ժամանակ միաձուլված անտեսանելի թելերով, շաղախված ներհուն լույսով։ Հեղինակի արձակի չափման միավորը բազմաչափությունն է։ Երկրորդ ժողովածույում հեղինակի 3 ֆիլմերի սցենարների կողքին տեղ են գտել Անքնություն պատմվածքը, Միայնակ գայլը վիպակը, Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը պիեսը եւ Օթելլոն այլևս զբաղմունք չունի կինոսցենարը, ձևավորելով ժողովածուի բազմաժանրությունը։ Բազմաշխատ արվեստագետի երախտարժան գործը սերունդների սեփականությունն է։ Միով բանիվ առավել լակոնիկ Չալդրանյան հեղինակին կարելի է բնորոշել իբրև կենդանի մարդ գիրք, անխառն ինքնությամբ, ասպետական ոգով, ռացիոնալ եւ էմոցիոնալ, խորախորուրդ, բազմանիստ ու անսպառ։ Ասում են, բարեկիրթ մարդը ձայնը չի բարձրացնում, նա բարձրացնում է իր գրքերը։ Իսկ միակ բանը, որ կարող է փոխարինել գրքին, հաջորդ գիրքն է։ Հուսամ հաջորդ գրքի գինեձոնն այնտեղ, որտեղ Գանձասարն է, Դադիվանքն Ամարասը։ Բարեգութ բարձրալի օրհնությամբ, Տեր, եթե շրթունս իմ բանաս, բերան իմ երկեսցե օրհնությունս քո։ Շնորհակալություն բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ։ Ես ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, իմ հրաշալի ընկեր, պարոն Հարություն Խաչատրյանին։ Համեցեք։ Այսօր իմ եղբոր ծննդյան օրն է։ Թույլ տվեք բոլորս միասին շնորհավորենք ծափարելով նրան։ Զարմանալի եղբայրություն է մեր մոտ, որովհետև փոխանակ իրար նախանձենք, կռվենք, բամբասենք, իրարից խլենք մեր սցենարները կամ գաղափարները, մենք արդեն երկար տարիներ ընկերություն ենք անում եւ եղբայրություն։ Մենք միասին ստացանք մեր առաջին մրցանակները՝ Կոնդը եւ Սպիտակահակ, Կոնդը եւ Ապրիլը Կիևում, երբ մեզ արդեն վռնդել էին կինոյից, ֆիլմերը գցել էին նկուղ եւ մենք չունենք հույս, որ նույնիսկ այդ ֆիլմերը մի օր կնկատվեն կամ կնայվեն։ Մենք ստացանք եւ հաջորդ մրցանակները երկրորդ եւ երրորդ մրցանակները եւ չորրորդ մրցանակները, որովհետեւ Աստված կարծես թե ասեց. Միասին եղեք։ Հավասար բաժանում եմ երկուսից միջև այն բոլոր մրցանակները, որ կարելի է ստանալ։ Թույլ տվեք ես հանձնեմ Վիգենին
մեր կինոմիության կինոգործիչների լավագույն մրցանակը Հայաստանի կինոգործիչների միությունից մշակույթի ասպետ մեդալը տրվում է Վիգեն Չադրյանին կինոարվեստում մեծ վաստակի ու ներդրման համար։ Շնորհակալություն բարեկամ, քո ներդրման համար եւ քո վաստակի համար։ Շատ է, այս ոչինչ։ Եվ այնպես որ կարծում եմ մենք սպասենք հաջորդ ֆիլմին Վիգենի, հաջորդ ֆիլմերին 7 տարին շատ մեծ տարիներ են, շատ երկար տարիներ են, մոռանանք այդ 7 տարիների մասին եւ սպասենք նոր ֆիլմերի։ Սպասում եմ։ Շնորհակալ եմ իմ հրաշալի ընկերոջը եւ վերջում ես հատուկ այնպես եմ արել որ չձանձրանաք երկար ֆիլմեր չեմ ցուցադրել այսօր եւ այսօր եւս մի հոբելան է այսօր հենց այսօր լրանում է 1985 թվականին հենց իմ ծննդյան օրը կայացավ իմ դեբյուտային ֆիլմի, իմ առաջին պրոֆեսիոնալ ֆիլմի, նա առաջինը չի, 4-րդն է, բայց Մոսֆիլմում դեբյուտներ միավորումում ես արեցի իմ առաջի պրոֆեսիոնալ ֆիլմը եւ այսօր լրանում է այդ ֆիլմի 40 ամյակը։ Ընդհանրապես իմ ֆիլմերը հետաքրքիր ճակատագիր ունեն։ Իմ բազմաթիվ տասնյակ ֆիլմերից գոնե մեծ 3 կարևոր ֆիլմերը տարբեր ժամանակահատվածներում օրվա իշխանությունները արգելել են, փակել են եւ այս ընթացքում ինձ որ ասում են չես ընկճում, ասում են բոլորովին թող փակեն, բայց ինչ չփակեն, ինչ չարգելեն։ Միշտ ես Աստծուն աղոթել եմ, որ ինձ հանկարծ չփակեք, ինչ չարգելեք, թող ես ֆիլմեր անեմ, թող նրանք արգելվեն, փակվեն, դա եղել է եւ Սովետ միության շրջանում եւ մեր անկախության տարիներին տարբեր իշխանավորների կողմից, որովհետեւ իշխանավորները գալիս են ու անցնում, իսկ արվեստի գործերը մնում են։ Ինչպես է այս ֆիլմը, որը 3 տարի ուրեմն արգելված էր, նախ Մոսկվան որակեց, որ հայկական ազգայնական ագրեսիվ ֆիլմ, այսինչ խաղ են խաղում երեխաները, խոսքը գնում է ապրիլ ֆիլմի մասին։ Այսօր դրանում է ապրիլ ֆիլմի 40 ամյակը։ Այսինքն եւս մի հոբելան, այնպես որ ձեր դատին հանձնում եմ այսօրվա 30 րոպեանոց իմ առաջի ուրեմն դեբյուտային ֆիլմը պրոֆեսիոնալ ստուդիայում, Մոսֆիլմ ստուդիայում, հայ ֆիլմի բազայի հիման վրա, որը կարծես թե տարեց տարի աստղերն ավելացան ու ինքը համարվեց հայ կինոյի դասական։ Ձեզ ցանկանում եմ բարի դիտում, շնորհակալ եմ եւս մի անգամ բոլորի ներկայության համար եւ որից հետո մենք կհանդիպենք նախասրահում հյուրասիրության իրար հետ մի բաժակ գինի բարձրացնելով եւ այնտեղ ավելի ամբռնազբոս, այնտեղ բեմ չկա, մենք կարողանանք շփվել արդեն ավելի մտերմիկ։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ այս հրաշալի երեկոյի համար, շնորհակալ եմ կազմակերպիչներին եւ բոլորիդ անսահման սիրում եմ ես պահին ես իսկապես անսահման երջանիկ անձնավորություն եմ, երջանիկ մարդ եմ։
Ապազրիվայմի կանգնենք, որ երկու գրքերի վրա մենք պիտի օրնենք մեր հրաշալի հայկական գինին։ Ուրեմն բայ, տեսնեք, Ոչ թե չկերտոտեք, հա։ Ո՞նց անենք։ Մեջերի։ Դեպս սլանով էր։ Էս մեկ։ Եվ երկու։ Գինեզոր նեա։ Ով այս գրքերը, որոնք անգլում գիշերների արգասումներ, ածում են, կողորնները ես կտեցում են։ Սիրելի վարպետ, սիրելի մայստրո, հարգելի ներկաներ, հարգելի արվեստագետներ, ուզեի շնորհավորել ջերմագին, ես սիրելի վարպետին, երևանյան, հայաստանյան, բայց նաև ուզում եմ ասել իմ վարպետին։ Ինքեն Շադրայանը ինձ դաշ չի տվել, բայց ուղղակի լինելով պեյզաժի դասյակել և կրտել է ինձ։ Մի դրվակ իժել ձեզ հետ իսվել է մեր դրվակով, 5 րոպեանոց դրվակ կարծվակ շատ բան փոխեցին մտահորիզոնում։ Մի անգամ գնարկում եղավ ջուրոպեի, որից ջուրոպեի երաշտությամբ ինչ-որ մի ֆիլմի ծրագիր ունեի։ Ես մտածում էի դες չեք շատ երիտասարդ, ես մարդը ռեժիսոր, երաժիշտ է, և շնորհակալություն է դեպագի համար, որտեղ դա ինձ հարցեր տվեց, որի պատասխանել է կամաց-կամաց հասկացա, որ կինոն ամեն ինչի արվեստների խուճ և արվեստների հրավառություն։ Ոնց որ այսօր ես արվեստագետների տարբեր ոլորտներից ներկայացնում եմ այս արվեստները։ Այսօր սիրելի վարպետի որ ամբողջ երեկոյի ընթացքում մտածում էի մի բան։ Մտածում էի, որ ձեր սերնդի դուք, ձեր հասակակիցները, երբ որ ֆիլմ էին հանում, ինձ ախել էին համարձակ էին, որովհետև եղած գծերը պատրեշները փոխում էին, մարտահրավերներ էին փոխում ռեժիմին, մարտահրավերներ էին հետում եղած ավանդույթներին ու մշակույթին ստեղծում էին նոր։ Ինձ ցանկությունն է այսօր, որ այսօր մեր երիտասարդները ձեր նման համարձակը ֆիզակ լինեն, որպեսզի կոտրեն, դեպուս ձեր ստեղծածը կոտրեն, չակերտներով, բայց չեն որտեղ ձեր ստեղծածի իմավության որը ստեղծան։ Դա է բնական էվոլյուցիան, արվեստի և հանրապետության հասարակության։ Եվ վերջին բանը որ կուզեի ասել, սիրելի արվեստագետներ, բոլորիդ համար և սիրելի վարպետ ձեզ համար նույնպես իմ ներկայությունը այստեղ անձնական է և նաև պաշտոնական, որովհետև ես մեր կառավարության ուղղված տվել ասել, որ այսօր երկարատև դատարաններից հետո կառավարությունը պետությունը դեռ կողքին է։ Եվ ոչ միայն ծրագրերի, այլ իսկապես, ֆիզիկապես ձեր կողքին է, կիսենք նույն կյանքը, կիսենք նույն մտահոգությունները, կիսենք նույն առաջընթացները և միասին քայլենք, առանց արվեստագետի հասարակություն չի լինում։ Մեր ազգային պատկերասրահում հիանալի նկար կա, հանճարը և ամբողը։ Հանճարը առաջին պլանում է ամբողը կարգոցելով Տադևոսյան, բայց դրա իմաստները, որ հասարակությունը արվեստագետի ստեղծելու ինչքան կարգոցի ինչքան շնորհակալություն որ կա,
ուրախացու որ այստեղ է հուսա, ինչպես պատրաստած նոր ֆիլմերի պրեմիաներով ձեզ շնորհակալություն բոլորի, շնորհակալություն ձեզ։ Վիգեն Ջավրանյանը շատ ասիլում նվերներ կա։ Ես այսօր վերել եմ այդ նվերների պատասխանը, նվերները հետ են տալիս։ Եվ այդ նվեր հետ տալու պրոցեսը կարծում եմ շատ հետաքրքիր լինի։ Ես այդ անգամ խնդրում եմ մի փոքր ուշադրություն։ Սովորաբար ես ուղերով լավ հանք նվերներ են տալիս, ոսկեզոծ, արծաթազոծ, ձևայնազոծ։ Ես այսօր ուրիշ բաներ եմ գնում։ 12 տարի առաջ Վիգեն Ջավրանյանը ինձ նվիրեց սիմվոլիկ մի շարքանք նվեր, որ ես այսօր ուզում եմ հետ վերադարձնել։ Դա Համլետի թույլ։ Ես ինչ եմ սա հետ վերադարձնում Վիգեն Ջավրանյանին, այն հույսով նախ որ մի օրենք հետ ինձ հետ վերադարձնի, եւ ապա երկրորդ, որ ինք ենքան նկարեց լրության մասին, տրիլոգիան իր վերջով, ձայն լրության, լրության սիմֆոնիա, արտապողի լրություն, մինչև ստիպված եղավ 7 տարի նվեր։ Ես այս թուրը վերադարձնում եմ, որպեսզի կոտրի իր լրությունը։ Սա մենք նվերը երաշերտ է, սիրելիներս։ Մենք էկրանից լսեցինք հզոր մի մարպետի արտավազ Պետեշյանի խոսքը և ես հիշեցի Մայեստրո Ջավրանյանի այն օրերից մի օր արտահայտված շատ անգերց խոստովանությունը, որ եթե ինձ ասեին 50 տարիների մեջ քո մեկ որ աշխատանքը առանձնացնեիր, կասեի Համլետը, Ադրոնի աշխատանք, կոչվի նույն։ Եվ ես և Ջավրանյանը առաջին անգամ, որ փոքրիչ անհամաձայնություն ունեցան, դա այն էր, որ ինքը Հայաստանում չէր, ես ինքնազգացողություն ունեի, որ դա Համլետի վերջին ներկայացումներից մեկն է և համարձակություն ունեցան նկարահանել դա, որը Մայեստրո չի տեսել։ Սա Համլետի ձայնագրությունն է, որ ես փոխանցում եմ Մայեստրո Ջավրանյանին։ Տարիներ առաջ, այսպես գաղափարը նայեք, էլի կատարումը շատ անշնորհ է, ես կատարման հետ կապ չունեմ շատ, գաղափարը նայեք։ Տարիներ առաջ երբ ամուսնանում էի, Վիգեն Ջավրանյանը ինձ նվիրեց նկան մոմենտի դերը։ Ես էլ այսօր իրան եմ նվերել, այս ուզում եմ, որ ինքը կապ է նվերել։ Ես նավական հրագետ եմ գրում այս Սիրելի Վիգեն Մայեստրո Ջավրանյան, իմ կյանքի կարևոր մի օր ինձ նվիրեցի երկար նոյեցի կերպար, որ դարձավ իմ կենսագրության ամենասիրելի անփոխարինելի մի մասը, շնորհակալ։ Այսօր ձեր կյանքի այս կարևոր օրը ես ձեզ ուզում եմ նվիրել բեմադրություն Մայր թատրոնը։ Որը կլինի ձերը, բայց միակ այն, բայց դուք այն կնվիրեք բոլորին, չէ որ դուք սիրում եք նվիրել։ Մեր քաղաքը երկիր ունի ձեր էսթետիկայի կարիքը։ Վարդան Մկրտչյան։ Սիրով սպասում ենք Վիգեն Ջավրանյանի բեմադրությանը Մայր թատրոնում։ Անմիջականորեն շփվելու հնարավորություն ունես եւ մտքովդ անցածը սրտոցդ եկածը ասում ես, հիմա տեսախցիկի դիմաց մի փոքր ամեն բան արհեստական է թվում։ Բայց Վիգենը այն մարդն է, որ կարճ ասեմ, իմ բոլոր ընկերները հիմնականում իմ ազգային ազատագրական պայքարի, հետո ժողովրդավարական պայքարի ընկերներն են։ Վիգենը դրանց մեջ բացառություն է։ Երևի բացառություն է նրանով, որ ինքը լիարժեքորեն արվեստի մարդ լինելով կրում է այն բոլոր արժեքները, որոնք ես փորձել եմ քաղաքականության մեջ ներդնել։ Մեզ դա է մերձեցրել։ Այնքան ուրախ եմ, որ այսօր մենք
նշում ենք Վիգենի 70-ամյակը եւ Վիգենը լիքն է ստեղծագործական ներուժով։ Ուրախ եմ, որ Վիգենը Հայաստանում է։ Ես տոնական միջոցառումների ժամանակ պիտի լավ բաներից խոսեմ։ Իմ դառնություններից մեկն այն էր, որ Վիգենը փորձում է ստեղծագործել, բայց դրսում։ Իսկ երբ դու Հայաստանում ես ստեղծագործում, նշանակում է դու նաև Հայաստանին ես կյանք տալիս։ Վիգենը կյանքով լի մարդ է, ազնվությամբ, գեղեցկության խորը զգացումով, ասպետականությամբ, որը մասնավորապես արտահայտվում է կանանց նկատմամբ քո կեցվածքով ընդհանրապես եւ որոշ դեպքերում նույնիսկ կարծես թե ենթագիտակցական է ներկայությամբ։ Ու Վիգենը հարստացնում է մեր ոչ միայն արվեստի ոլորտը, այլ մարդկային հարաբերություններում։ Այսօրվա այս միջոցառման ընթացքում զգում եմ, որ որքան շատ բան մենք կորցրած կլինեինք, եթե չունենայինք Վիգեն Չալդրանյան եւ որքան բան դեռ կարող ենք ստանալ Վիգենի ներկայությամբ։ Ես ու Վիգենը ընկերներ ենք, ավելի շատ Վիգենի ես արվեստագետ չեմ, բայց Վիգենը փորձում էին բոլոր քայլերի մեջ տեսնել արվեստին առնչվող խնդիրներ։ Երբ ինքը լսեց Սիրո թռչուն երգը, ասեց բնական է սա պիտի հաղթեր։ Ու երբ ինքը հավանեց, ես զգացի։ Ու դա ինձ մի քիչ տխրեցնում էր, որ Վիգենը ին ազգային քաղաքական գործունեությունը չի առաջնային համարում, բայց հետո հասկացա, որ Վիգենի արժեհամակարգ եւ իմ արժեհամակարգն են մեզ մերձավորներ դարձրել։ Ես այդ արժեհամակարգը փորձում եմ ներդնել ազգային քաղաքական կյանքում, իսկ Վիգենը ընդհանրապես։ Ասեմ որպես գաղտնիք, որ մեզ մտերմացրել է Տեր Ողորմյա ֆիլմը։ Ես այնտեղ առաջին անգամ ինձ համար խորապես բացահայտեցի քաղաքացի Վիգեն Չալդրանյանին։ Մեծ արվեստագետ, բայց քաղաքացի։ Այնտեղ փառահեղ մտքեր կային։ Վիգենի մասին կարող եմ երկար խոսել, տեսել եմ ինչպես է նա ձի ունեի գողտում, ինչպեսի վարպետությամբ այդ ձիու վրա հայտնվեց եւ ինչպես էր տիրապետում։ Ամերիկայում ենք հանդիպել, շատ շփվել։ Ես կարծում եմ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցնելու եւ ինչպես դուք բոլորդ այդպես էլ ես ականատես եմ լինելու նրա մեծ հաջողություններին հանուն մեր ազգային մշակույթի։ Ես ընկերական անմիջապես Վիգենին կդիմեմ, որովհետև 120-ամյակը դա շատ է, բայց հələ դեռ կեսն է, որովհետև մյուս կեսը պետք է լինի ավելի շատ ֆիլմերով, ներկայացումներով, նոր մնացած ամեն ինչով, որովհետև ինքը իրավունք չունի ֆիլմ չնկարելու, որտեղ ինքը այսօր այն որ ասում են դասական, դա անպագորգոր ասում չի։ Ընկերս է, ես կարող եմ ասել, դասականը ու պետք է նկարի, որպեսզի մեր երեխաները, մեր երիտասարդները, մեր թոռնիկները ինչու չէ, իրա ֆիլմերի վրա մեծանան։ Շնորհավոր Վիգեն ջան, առողջ լինես, հաջողակ լինես, ժպտերես լինես, ու թող քեզ շրջապատեն քո ուզած մարդիկ, իսկ քո չուզած մարդիկ թող փորձեն քեզ շրջապատեն։ Շնորհավորում եմ, գրկում եմ, համբուրում եմ։ Վիգեն ջան, իմ լավ ընկեր, 50 տարվա ընկեր ես կասեի, ասեն ինչքան ընկերություն ենք արել, այնքան ստեղծագործել ես եւ մեր ճանապարհները հաճախ հանդիպել են, ինչ ասես չի եղել այդ ընթացքում, բայց գիտես ինչն է ամենակարևորը, որ ոնց որ դու ես ասում, մենք տարբեր մայրերից ենք, բայց նույն շապիկում ծնված, իրականությունը իրոք այդպիսին է, որովհետև ես չեմ պատկերացնում ինձ առանց քո տեսակետի, առանց քո կռիվների, առանց իմ կռիվների, ինչ ասես, մենք չենք արել միասին, եւ նկարանել ենք, եւ նկարահանվել ենք, եւ կռվել ենք, եւ բարիշել ենք, բայց ամենակարևորը միշտ իրար սիրել ու հարգել ենք։ Ու այսօր ես վստահորեն ուզում եմ ասել, Վիգեն, ես քեզ իրոք տղամարդու պես հարգում ու սիրում եմ։
ուզում եմ, որ դու միշտ ստեղծագործես, որովհետև այն մեծերի էստաֆետը դու այսօր վերցրել ես, ես ուրիշին չեմ կարող քո կողքին դնալ, անկեղծ։ Եվ արժանապատվորեն կրում ես, քեզ ի վերուս տրված շնորհը։ Ինչպես ասացի, մենք նույն ճանապարհով ենք գնալու ու մինչև վերջ։ Լավ եղի, իմ լավ ընկեր։ Ինքը ոչ ճաշակ եւ ինձ համար նույնիսկ առաջնային որ կասեի հայ մտավորականի արվեստագետի համար որոշակի իմ պատկերացրած պարամետրերով արյան բաղադրություն ունեցող արվեստագետ է եւ ես դա ամենաշատն եմ գնահատում եւ կարծում եմ որ իմ մաղթանքը այն է որ այդ արյան բաղադրությանը հավատարիմ մնալով պետք է որ նրա մոտ ստեղծագործական նոր փուլ սկսվի։ Ես դա եմ իրեն մաղթում։ Գեն ջան, շնորհավորում եմ քեզ։ Ես անսահման երջանիկ մարդ եմ, անսահման երջանիկ դերասանուհի եմ, որ պատիվ եմ ունեցել խաղալ քո ամենալավ ֆիլմում։ Ես այդպես եմ կարծում ու ամենալավ դերն եմ ես ստացել։ Այդ չսկսեմ ասել, ինչքան շերտեր կան այդ դերում, ինչքան բազմաշերտ այդ դերը, ինչքան մեծ պալիտրա ունի, այդ չի կարևոր։ Այդ նվերը, որը դու ինձ արել ես, բնականաբար փոխադարձ ես էլ եմ տվել մի քանի մասնիկներ ինձանից, դա չգիտեմ, երևի ինչ-որ վերևից ինչ-որ մի բան այչել ու հիշել, որ ես պետք է խաղամ։ Ես չգիտեմ փոխադարձ ես ինչ պետք է անեմ և ինչ պետք է ասեմ, որովհետև էլի եմ դա ասել ու էլի կասեմ, որ անսահման շնորհակալ եմ քեզ։ Ես չգիտեմ, երբևիցե ես կխաղամ այդպիսի մի դեր կամ նման կամ մոտիկ մի բան։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, եթե խաղամ քո մոտ։ Համբուրում եմ քեզ, պաչում եմ քեզ, ցանկանում եմ, որ դու ամենակարևորը լինես առողջ եւ ոնց որ հիմա настоящий мужчина. Պաչում եմ քեզ շատ-շատ։ Վիգեն ջան, это большая любовь длиной в жизнь. Я тебя очень люблю, ты талантливый, достойный, самый крутой. Еще тебе там 1000 лет творческих успехов, родной мой. Իմ շատ սիրելի պարոն Չալդրանյան, պատիվ ունեմ ձեզ համարելու իմ ընկերը։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք եւ դուք ամեն ինչ արել եք, որ միշտ լինեք, որովհետեւ այնպիսի գործեր եք թողել մեզ բոլորիս, որ մենք չենք լինի, բայց այդ գործերը կլինեն։ Եվ դրա վառ ապացույցն է, որ կարող ենք դիտել ձեր առաջին ֆիլմը Ապրիլը եւ հասկանալ, որ 40 տարի անց ավելի քան արդիական է։ Սա նշանակում է, որ դուք բոլոր ժամանակների մեջ առաջ եք մտածել։ Դուք ուղղակի ուրիշ գույն եք, որ այդպիսի գույն ծիածանը չունի։ Շնորհակալ եմ, որ կաք, շնորհակալ եմ, որ հարուստ ենք ձեզնով բոլորս, որովհետև Վիգեն Չալդրանյանը մի մեծություն է, առանց որի այդ պակասը իսկապես կզգացվեր։ Ես ձեզ շատ սիրում եմ, անսահման, ուզում եմ միշտ լինեք առողջ, ապրեք երկար եւ շարունակեք արարել։ Ձեր Անահիտ։ Խոստանում եմ 140-ին էլի բոլորս միասին ենք։